ՀԱԿ-ից մի շարք ուժեր հայտարարում են, որ ընտրատեղամասերում ձայների հաշվարկը մեղմ ասած կեղծված է, քրերը, որոնք Հետո ուրախ եք, թե ուրախացրեց հարցը։ ծիծաղեցվեց։ Որտեղ է։ Օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության տեսել եք, որին արձագանք ես քպեից չեմ խոսում, ես ընդդիմադիրներից եմ խոսում, քպեից դուք կասեք, ինչ է տեղի ունեցել, ինչու է ըստ էության, եթե այդ ձայները հաշվվային, Բարգավաճ Հայաստանն առնվազն անցողիկ շեմը հաղթահարած կլիներ։ Հարգելի գործընկերներ, երեք իմ էջում ես մասնավորապես հենց տեսել եմ, որ այդպես հրապարակում ա եղել, մենք էլ ենք նայել, լրիվ ակնհայտ բան ա տեղի ունեցել։ Թվերը անցկացնելիս ակնհայտորեն մի տող բաց են թողել երկու տեղամասում, որի արդյունքում Բարգավաճ Հայաստանից, եթե չեմ սխալվում, իրանց հաջորդով էր 8-րդ համարի ձայները գրվել է 7-րդի դիմաց, 9-րդինը 8-րդի դիմաց, 17-րդինը 16-ի դիմաց, 16-ինը 10, ասենց էս տող են բաց թողել, որ հասկանաք այդ ա եղել, այդ տեղամասերում մենակ ԿՊ-ից 650 ձեն պակաս է անցկացվել համակարգ, էլի, որ իրար ճիշտ հասկանանք, ժողովուրդ հարգելի գործընկերներ, եթե մեզ մեղադրում եք նրա մեջ, որ մենք որպես ստոր եւ դավադիր եւ ընտրակեղծար իշխանություն ԿՊ-ից 650 ձեն ենք գողացել կտերեկից, բայց դա աբսուրդ է, լրիվ ակնհայտ է, որ մեր ընտրական համակարգը, քանի որ ինքը աշխատում է ձեռքով ու մեխանիկական գործողություններով, այսինքն թիվը բերում են, օպերատորը ձեռքով համակարգչի վրա անցակացնում, հայն զերծ չի սխալներից, օրինակ նույն ԲՀԿ-ի հետ կապված 22-18 տեղամասում, ըստ արձանագրության հավաքել է 7 ձայն ԲՀԿ-ն, համակարգում անցակացվել 22 ձայն, բա այդ քիչ է կասում։ Դա մեր ընտրատեղամասում, իսկ մյուս ընտրատեղամասերում եւ բացի այդ իրենք ասում են, որ իրենց ձայները կորել այն ժամանակ, երբ Փաշինյանը հասկացել է, որ ինքը 3/5 չունի։ Հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 20:01 այն մտքի տիտանը Կալուգայից ժամանած Հայաստան իր Զարմիկի հետ մտել էր լայվ ու հայտարարել էր, որ Փաշինյանը պարտվում է։ Խնդրում եմ, էլի, այդ ինչ որ ասում եք, այդ ինչ որ բանի մեջ ասեք։ Չէ, բայց այն դեպքում դուք չեք ուզում 3/5 որպեսի ունենաք եւ այս դեպքում սա է պատճառը, իրենք կարծում են, որ հարգելի գործընկերներ, մենք անսահմանափակ այդ փողի մեշոքով Հայաստան եկած Հայաստանի քաղաքացիներին արտերկրից բռնաճնշումներով Հայաստան ուղարկող ամբողջ Հայաստանը ընտրակաշառքի մեջ թաթախած այդ օլիգարխիկ ուժերին ջախջախել ենք, գցել են գետնին եւ նրանց վրայով քայլել են քաղաքական իմաստով։ Հիմա դուք ասում եք գործարք եք առաջարկել, որպեսզի եթե նույնիսկ միակ գործարքը, որ առաջարկում ենք ԲՀԿ-ին ու հիմա էլ առաջարկում եմ, դա այնա, որ մաքսիմալ արագ ժողովրդից գողացվածը վերադարձնեն ժողովրդին։ Ասում են դուք առաջարկել եք, եթե խորհրդարանացնեն ձեզ Որ մամուլում է տենց բան։ Մամուլն այսօր հրապարակվել։ Որ մամուլն է տենց բան հրապարակում է հրապարակում։ Հարգելի գործընկերներ։ Եթե չէ, նա մերժել ասում են ձեր գործարքի առաջարկը։ Դրա համար խորհրդարանից նրան։ Դա ձեր ասածը ասել կարա չէ ինչ որ տրամաբանություն է։ Ես հասկանում եմ, որ իհարկե որ մեր ընդդիմադիր մամուլի մասնավորապես լեզվի տակ ոսկոր չկա ու ես օրական ինչ որ հոդվածներ եմ կարդում, որ ինձ թվում է, չգիտեմ, սա գրող մարդուն պետքա շատ շտապ ինչ որ հետազոտության ուղարկել, մասնավորապես, չգիտեմ, բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ պետքա չափ ունենա։ Աբսուրդ է, որ դուք խնդիր եք ունենալու ԲՀԿ-ի անցնելու դեպքում։ Որտեղ ԲՀԿ-ն եթե անցնի, խնդիր, ոնց պարզ մեծամասնություն։ Այսինքն 61 ձայներ։ Ժողովրդյան, եթե դեպքում դուք դառնալու եք ավելի շատ ձայներ եք ունենում, 64 եւ ավելի։ Հա, որ Քոչարյանը չանցնի, էլ ավելի շատ ձայներ եք ունենալու։ Որ ուժեղ Հայաստանը չանցնի, вообще շատ ձայներ եք ունենալու, բայց դա ի՞նչ կապ ունի։ Չէ, կապ ունի այնքանով, որ դուք խնդիր եք ունենալու։ Ինչ խնդիր ենք ունենալու։ Գլխավոր դատախազի ընտրության դեպքում։ Հայաստանում խնդիր ունենալու են մենակ օլիգարխները եւ նրանց ընտրած ասովշիկները։ Առաջիկա 5 տարում նրանք այդ խնդիրներից չեն ազատվելու։ Իրանք այնքան խնդիր են ունենալու առաջիկա 5 տարում, որ ես չգիտեմ էլ թե ինչ անեմ։ Մենք անցած գումարում էլ սահմանադրական այս գործող գումարման մեջ մենք չունենք սահմանադրական մեծամասնություն, հարգելի գործընկերներ։ Խնդրում եմ այդ ընդդիմադիր թեզը, թե իբր ԿՊ-ում sense բանա, որ սահմանադրական մեծամասնություն չունեն, հիմա էլ չունեն։ Բայց դա նաև նրա համար է խնդիր, որ դուք սահմանադրական հարակվեի հարց չեք Հարգելի գործընկերներ, սահմանադրական հանրաքվեի մասին կխոսենք, երբ որ դրա մասին խոսելու ժամանակը գա։
Բայց ես խնդրում եմ, այս օլիգարխիկ կլանի ու այս անսահմանափակ փողի մեշոկների ջախջախումը մի փորձեք դες նվաստացնել։ Պարոն Ալեքսանդր, երբ որ դուք խոսում եք, հա, այդ մասից ասում եք, որ նաև ընտրատասովշի, այսպես ասում եք, հա, օլիգարխներ, ասում եք, որ վիրավորում եք նաև այն անձանց, այն քաղաքացիներին, ովքեր ունեն ընդդիմադիր հասներն են, Բնավ, այն քաղաքացին, որ գնացել է ընտրատեղամաս իր ազատ կամքով քվեարկել է թեկուս ամենառադիկալ ընդդիմադիրին, ես խորագույն հարգանք ունեմ այդ քաղաքացիական դիրքորոշման նկատմամբ ու դա կներեք ինձ, բայց մեր քաղաքական հավատամքն է, որ քաղաքացին պետք է քվեարկի իր քաղաքական համոզմունքներից ելնելով։ Կամ նույնիսկ ըստ ցանկության, կարող ըստ տրամադրության է քվեարկի, առավոտ վերակացել, տենց է ուզել, տենց է քվեարկել, ձախ չէ, որ չէ, բնավ, կներեք, մեր բոլոր հարցումներով եւ միջազգային վստահելի հարցումներով, այո, օրինակ ուժեղ Հայաստանը ուներ 12% աջակցություն։ Ակնհայտ է, որ 12% մարդ, այո, ռայի հարցումներ, օրինակ Հայաստանի ամենավստահելի, Հայաստանում անցկացված ամենավստահելի հարցումներ։ Չէ, Ժողովուրդ ջան, դա ակնհայտ է, որ միայն մենք չէինք ասում, եթե նրանք 12% ունեին։ Հետընտրական զարգացումների ականատես կլինենք, Ասել եմ ինչ զարգացումների ենք ականատես լինելու։ Դեռ մեր ընտրության օրը ասուլիսի ժամանակ ես ասել եմ, որ ես կարծում եմ, իմ կարծիքն է ու իմ վերլուծությունն է, որ ուժեղ Հայաստանը պիտի դիմի սահմանադրական դատարան, Արամ Վարդևանյանը ինքը պիտի գրի այդ դիմումը ու իմ կարծիքով այնտեղ պետք է նշի հետևյալը։ Քանի որ ԿՊ-ի վստահված անձանցից մեկը տեղամասերից մեկում ներկա է գտնվել ԿՊ-ի Հայաստանը ուրվագծող քարտեզ կրծքանշանով, իրենց տասովշիկների կողմից կաշառք ստացած քաղաքացին մտել է ընտրատեղամաս, տեսել է այդ քարտեզը մեր վստահված անձի կրծքին, նրա մեջ արթնացել է խիղճը եւ նա չի քվեարկել ըստ տասովշիկի տված ցուցման։ Իմ կարծիքով դա է լինելու իրանց սահմանադրական դատարան տված դիմումի բովանդակություն։ Տեսեք, հիմա որ դուք բնութագրումներ եք տալիս, փող վերցրած եւ այլն, դուք ունեք փաստեր։ Դուք չունեք փաստեր։ Ամբողջ Հայաստանը այս մի ամիսա, ասենք, ով ասում եք փող վերցրել Ժողովուրդ ջան, ասենք ինձ թվում է հակակոռուպցիոնի ձայնագրությունները արդեն վաղուց ժամանակն է, որ Spotify-ում ու Apple Music-ում լինի, որ մարդիկ լսեն։ Ով է ասում։ Լավ, հիմա մեր քաղաքացիներն էլ լուսնից են իջել, հա, այսինքն ինչքան կարելի է, ինչքան կարելի է, հա, տենց բան է ասել։ Եթե տենց բան ասելու պնդում արել ուղիղ, ես կարծում եմ իրան պետքա դատի տանք դրա համար ԿՊ-ի հա դե կասկածում եմ։ Տեսակ շատ զգույշ է ասել, որ չկարողանանք դատի տանք, Իշխան Սաղաթելյանը դասական ստախոս է, եթե տենց բան ասած լիներ։ Պարոն Ալեքսանդր, բայց դուք վկայակոչում եք ձայնագրություններ, որևէ դատական որոշում չկա, վճիռ չկա, դրանք ընդհանրապես ձայնագրություններ, որը որևէ ձևով չի փաստարկվում իրավական ճանապարհով։ Ոնց չի փաստարկվում։ Դատական վճիռ չկա, որոշում չկա այդ առումով, ո՞նց է պնդում, որ Հարգելի Ռուզաննա, երբ որ դուք հիմա ձեր տեսախցիկով նկարեք, թե ոնց է ինչ որ մեկը սպանում ինչ որ մեկին ատրճանակով, այսինքն գլխից կրակում, դուք դա նկարեք, այդ վիդեոն ունենաք, ձեր աչքով տեսած ելնեք, գործը բնականաբար գնալու է դատարան։ Ու ենթադրում առնվազն 5-6 ամիս այդ դատը գնալու է։ Ու արդյոք դուք 5-6 ամիս պնդելու եք, որ չկա վճիռ, չեք կարող ասել, որ այս մարդը մարդասպան է։ Ոնց են տարբեր։ Ոնց են տարբեր։ Օրինակ Դավիթ Ղազինյանը պնդում էր, որ ընդամենը հավաքարարի ասած խոսքի ման վրա իրեն մեղադրում են, այն դեպքում, որ եթե բան ունեին մեղադրելու ձայնագրություն։ Սիրելի Ռուզաննա, խնդրում եմ իմ հարցին պատասխանեք, եթե դուք ձեր տեսախցիկով նկարեք, թե ինչպես է Պողոսը սպանում Պետրոսին։ Ես կարող եմ նկարել եւ տանել մոնտաժել այնպես, որ պարոն Ալեքսանդր, ստացվի դուք եք Շատ լավ, եւ այնուամ AI-ն կիրառում, AI կիրառողները մենք գիտենք ովքեր են, ու ես կարծում եմ, որ իդեպ շատ կարևոր բան է, ես կարծում եմ ուժեղ Հայաստանի հիմնական թերացումներից մեկը եղավ են, որ իրանք AI-ից հրաժարվեցին։ Ճիշտ է, ծիծաղում էինք, որ AI-ով են անում, բայց հավատացնում եմ նույնիսկ այդ ծիծաղելի AI-ը շատ ավելի լավն էր, քան բնական Սամվել Կարապետյանը։
8-ից հետո ընտրատեղամասը նորմալ է ձեզ համար կամ որ 8-ից հետո չեն բերել, որքան ես գիտեմ 8-ում եւ որքան ես գիտեմ 8-ին են տեղամասում եղել ու ես նախ ուզում եմ հասկանամ թե այդ ինչ վերաբերմունք է մեր զինվորների նկատմամբ, այդ ինչ խոսույթ հանդիմության կողմից կիրառվում, այդ այսքան սահմանում կանգնելուց այո կեց է մեր զինվորը, բայց քաղաքացիական պարտքը կատարելուց քվեարկությանը մասնակցելուց այդ մեր զինվորը բանը։ Չէ, ժողովուրդ ջան, կարգի խախտման Ժողովուրդ ջան, ես որ նայում եի այդ ընտրատեղամասի բանը, թե Արամ Վարդևանյանը, թե Գոհար Մելվանը հերթով բաներ էին, վիդեոներ էին անում, որ եթե 8-ին տեղամասում եք, ոչ ոք իրավունք չունի ձեզ ասելու, որ դուրս եկեք, կմնաք ու կքվեարկեք, բայց այս բանը ասավ զինվորները փաստորեն այդ վերաբերվում էր բոլորին բացի զինվորներից։ Ժողովուրդ ջան, նախ դա սխալ է, ես ու երկրորդը զինվորները, հարգելի գործընկերներ, գիտեք որ Պերեսպենկով են գալի քվեարկություն։ Դիրքերի զինվորները սպասում են, մինչև Զորամասի զինվորները քվեարկում են, հետո Պերեսպենկա է տեղի ունենում, հերթափոխ է տեղի ունենում, Զորամասի արդեն քվեարկածները գնում են դիրքեր, այնտեղին իջնում են, հիմա այդտեղ լոգիստիկ 1000 ու մի հարց կա, էլի, այդ բան եք սարքել մեր զինվորների քվեարկությունը, 1000 ներողություն խնդրում եմ ես մեր բոլոր ընդդիմադիր գործընկերներից ու պահանջում եմ, որ մեր զինվորների մասին խոսելիս խոսեն շատ զգույշ եւ խոսեն շատ հարգանքով։ կային, որ անձինք, որոնք ԿՊ-ի կողմից էին, ուղղորդում էին քաղաքացիներին, որպեսզի հենց ձեզ ընտրեն։ Այդ ինչ տեսագրություն։ Ես տենց հազարատեսագրություն, չէ, ես տեսել եմ տեսագրություններ, որ իրանց հայտնի տասովշիկները այտենց գործողություններ փորձում էին անել, այտենց գործողություններ տեսել եմ։ Հիմա փաստորեն ուսուցիչների մասնակից ուժերի մի մասը, մենտեղ փուչին թվում արդյունքները ու անգամ վիճարկում է։ Դե անցած տարի էլ Քոչյանը, անցած ընտրություններին է Քոչյանը վիճարկեց։ Թե չեն ցանկանում գարազդել ժողով, ինչպես ասում։ Անցած անգամ էլի Քոչյանը վիճարկեց, էլի եմ ասում, եթե վիճարկելու են, իրանց կողմից մեջբերված ամենամեծ փաստարկը լինելու է ԿՊ-ի վստահված անձի կողմից ընտրատեղամասում ԿՊ-ի քարտեզ կրծքանշանը կրելը։ Բայ այնքան շնորհակալ եմ, որ այս հարցը տվեցիք։ Ուրեմն տեսեք ինչ է տեղի ունենում։ Ընտրության օրը 20:01, երբ որ ոչ մի քվեատուփ դեռ բացված չէր։ Սամվել Կարապետյանը եւ իր զարմիկը Նարեկ Կարապետյանը լայվ են մտնում, ասում են Փաշինյանը պարտվում է։ Դրանից 6 ժամ 30 րոպե հետո, ժամը 2:30, երբ որ հազարավոր ընտրատեղամասերի տվյալներ արդեն կար, արդեն հստակ է, Փաշինյանը հայտարարում է, որ հաղթում է։ Հիմա հասկանում եք աբսուրդի, բայց մարդիկ ասում են, դու հայտարարել ես, որ դու հաղթում ես։ Ժողովուրդ ջան, 20:01 իրանք հայտարարել են, թե մենք պարտվում ենք։ Իրենք ասում են իշխանություն են, իրենք լծակներն են ու սրանով հստակ հին ցույց են տալիս։ Չէ, այսինքն մի վարքյան, սա ուրեմն հաղորդում է հանցագործության մասին, բայց իրանց նկատմամբ։ Այսինքն իրանք երբ որ 20:01 հայտարարում էին, որ Փաշինյանը պարտվում է, փորձում էին հին ցույցում տալ։ Ասում են իշխանություն իրենք լծակներն են ու Չէ, ժողովուրդ ջան, դա աբսուրդ է։ Հասկանում եք դուք ինչ եք ասում, այսինքն իրանց կարելի է 20:01 ասել, որ Փաշինյանը պարտվում է, երբ որ մի քվեատուփ դեռ բացված չի, բայց գիշերը 2:30 դրանից 6.5 ժամ հետո, երբ որ տեղամասերի մեծ մասի տվյալները արդեն կան, չի կարելի հայտարարել, որ հաղթում ենք։ 6%-ային բանով ԿՊ-ի ձայները նվազել են նախորդ ընտրությունների կապված տոկոսային։ Հարգելի գործընկերներ, մենք նախորդ ընտրություններին ստացել ենք 680,000 ձայն։ Այս ընտրություններին ես հասկանում եմ, որ դուք ձեզ ոնց հարմար է, տենց է կշրջեք, բայց ես կշրջեմ այնց ոնց որ տոկոսը փաստացի 680,000 քվեն ԿՊ-ի դարձել է 727,000 քվե։ Դրանով է պայմանավորված։ Պարոն Ալեքսանյան, լավ տեսեք, այսինքն ժողովուրդ ջան 680,000 քվեի փոխարեն նախորդ անգամվա մենք ստացել ենք 727,000 քվե։ Շատ հետաքրքիր արձանագրումներ էլ անեմ հատուկ ձեր համար։ Երևանի բոլոր վարչական շրջաններում ԿՊ-ն առաջատար։ Բոլոր վարչական շրջաններում ԿՊ-ն առաջատար։ Չկա մի շրջան, որտեղ մեզնից շատ հավաքած ուժ կա։ Անցած անգամ 2 վարչական շրջան կար, որ այդպես էր։ Բայց գիրանցում էին բարձրաձայնում, որ ըստ էության այդքան մարդ չկա գրանցված ապրող, բայց ով է բարձրաձայնում, ինչ եք խոսում։ Ժողովուրդ լավ էլի խնդրում եմ։ Պարոն Ալեքսանյան, Բայց մի վարքան, Գյումրիում ԿՊ-ն ստացել է 50%-ից ավել ձայն, 27,000 քվե եւ 50%-ից ավել ձայն։ Սա ի պատասխան բոլոր այն եռագլխիկների, որոնք պնդում էին, թե պետք է Հայաստանում Գյումրի 2 անի։ Գյումրեցին ցույց տվեց, որ ինքը Գյումրի 1 է անում, ու ես կարծում եմ, որ Գյումրիի այդ
քվե կորզելու, քաղաքացիներին խաբելու, քաղաքացիներից խաբեությամբ քվե կորզելու պատասխաններ սա Գյումրիի ԿՊ-ի 50+%-ը 27000 քվեն, դա դրա հստակ արձագանքն է գյումրեցիների ու ես մեր գյումրեցիներին հատուկ շնորհակալություն եմ հայտնում այդ քվեի համար ու այդ վստահության համար։ Ասում եք կարողանագույն ձայներ հավաքել, ոնց հասկացա, հենց քաղաքում նկատում։ Այո, եթե չեմ սխալվում, այո։ Եթե դիտարկենք մի սցենար, ընդդիմությունը չի վերցնում մանդատները, դուք խորհրդանում մնում եք միայնակ, ճգնաժամ չի առաջանում։ Ոնց է աշխատում։ Եթե այդ սցենարը լինի։ Շուռ ջան, այս ընդդիմությունը կոնկրետ եղած յա չէ ոչ։ Ինչու՞ նոր ընդդիմություն։ Լավ, դե էլի շուռ ջան։ Նոր ընդդիմություն է ձեզ, թարմ ընդդիմություն։ Դե թող գան, եթե գան, շատ լավ կլինի, փոքրիկ խմբակով, եթե գան մտնեն ազգային ժողով, շատ հետաքրքիր կլինի։ Իդեպ են հաշվարկել չեն անում, են որ ասում էին մնաց 1 օր, 7 օր, 8 օր, բան չեն ասում, անցավ 1 օր, անցավ 2 օր։ Բախի չեն ասում։ Պարոն Ալեքսանյան, այն ամենայնիվ քաղաքացիական պայմանագիրը միանձնա կարող է կառավարություն ձևավորել, կառավարության ձևավորման փուլում փոփոխություններ նախատեսվում են կադրային իրականացնել։ Դա այդ հարցը ինձ չի ուղղված կներել։ Չէ, նմանատիպ քննարկում դեռ չենք ունեցել։ Նման հարց չի քննարկվել, հարգելի գործընկերներ, այդ հարցերը երբ որ կքննարկվեն, ձեզ դրա մասին մամուլին անպայման տեղյակ կպահենք բնականաբար։ Ձեզ նույնպես։